Երբ որ մենք հետևողականորեն փորձում ենք մեր կողքի մարդկանց լինել օգտակար։ Այն մարդկանց, ում մենք չենք ճանաչում։ Հա, ովքեր որ կարող են այդ արեն կարիք ունենալ, մեզանից մի մասնիկ վերցնում ենք եւ գիտակցված կերպով տալիս ենք այդ մարդկանց։ Արեգ Գալստյանն արդեն 13 տարի է արյան եւ ոսկրածուծի կամավոր դոնոր է։ Տարիների ընթացքում նրա այս քայլն անձնական ընտրությունից դարձել է կենսակերպ, ուղղված կյանք փրկելուն։ Արեգն ասում է, մարդասիրությունը տարիք չի ճանաչում, սա յուրօրինակ պատասխանատվություն է։ Բազմաթիվ մեծ թվով մարդիկ կան, երեխաներ, ովքեր որ ամեն շաբաթը մի քանի անգամ այդ արեն կարիք ունեն ու տեսեք այդ մարդիկ տարապում են տարատեսակ հիվանդություններով եւ իրենց ծնողները դեղերի հետ կապված, բուժման հետ կապված եւ տարատեսակ մարտահրավերներ ունեն, դրան զուգահեռ պետք է նաեւ կարողանան ժամանակին այդ արյունը ապահովեն կամ փորձեն հասցնեն տարբեր մարդկանց ներգրավել։ Ինչն է դրդում կամ հակում կամավոր դոնորության, եթե դրա դիմաց չեն վճարվում ու մեծ հաշվով դա անհարմարություն է մարդու համար։ Արեգն իր բացատրությունն ունի։ Մարդկանց մոտ հաճախ հոգեբանական խնդիրների, նույնիսկ դեպրեսիայի պատճառներից մեկը պիտանի լինելու զգացողության կորուստն է։ Հանրային ռադիոյի տաղավարում ասում է Դեղագետը, դոնորությունն այն պարբերական ազդակներից է, որը մարդուն սեփական կարևորության գիտակցություն է տալիս։ Արյան փաթեթը, հա, որը արդեն ինչ-որ հերթական համար է ստանում, երբ որ օգտագործում են ինչ-որ մարդու կյանքը փրկում, քեզ գալիս է SMS, որ քո արյունը օգտագործվեց, մեկի կյանքը փրկեց։ Ազդակա, որ ուղղակի գնացիր անունը տվեցիր, անցավ մի քանի օր, մեկի SMS է գալի, նայում ես, ժպտում ես, օրդ արդեն ստացվեց։ Հետադարձ կապ։ Արյան դոնորը տարբերվում է ոսկրածուծի դոնորից, ով կարող է դառնալ ոսկրածուծի դոնոր։ Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստրի կազմակերպության բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է բացատրում։ Բժշկության մեջ օրենք կա, եթե դու չես կարողանում օգնել հիվանդին, մեկ առողջ մարդուն մի փորձի հիվանդացնել։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք, որ տվյալ անձնավորությունը ինքը տվել է, համաձայնվել է, ինքն էլ համատեղել է, բայց ունի խնդրեմ, օրինակ երեքամի դիաբետ ունի, չինեմ, որևէ մի հիվանդություն, մենք մի անգամից իրեն դնում ենք մի կողմ։ Որովհետեւ մեզ համար այս դեպքում դոնորի առողջությունը, իր կյանքը, իր բարեկեցությունը ավելի կարևոր է, քան թե փորձը օգնել հիվանդին։ Այդ փաստ է։ Այսինքն մենք չենք կարող օգնել հիվանդին մեկ ուրիշին վնաս տալու։ Ոսկրածուծի դոնորների ռեեստրը 26 տարում ձևավորել է շուրջ 36,000 պոտենցիալ դոնորների բազա, որոնց արյունը նախապես ստուգված է։ Դոնորների տվյալները, կոդը, նույնականացման անհրաժեշտ տեղեկատվությունը պահվում է համակարգում, ինչն արագ արձագանքի նախապայմանն է։ Արյան կարիք գրանցվելուն պես այս մարդիկ հավաքվում են, սա մասնագետները կոչում են դոնորի ակտիվացում, ավելի պարզ միջոցներ ժամանակ չկորցնելու եւ կյանք փրկող արյունը հասցնելու դրան սպասող մարդուն։ Եթե մենք նայում ենք ստեղ, սա աշխարհում այդ բաժանումն է դոնորների եւ մենք նայում ենք, նայենք թե որտեղ է մենք Հայաստանը, տեսեք Հայաստանը ուրեմն Հայաստանը 36,000 դոնորների առումով եղավ 100,000 բնակչին Հայաստանի ունի 1333 դոնոր, դա պոտենցիալ դոնոր։ Դա եթե նայում եք, մենք կանաչ զոնայում ենք, որտեղ մեզնից հետո կա Ռուսաստանյան Ֆեդերացիան, Դեղին, Իրան, Ղազախստան, ել չեմ ասում, որ երկրներ, որոնք որ չունեն, օրինակ Վրաստան, Ադրբեջան։ Այսինքն մենք այս առումով տեսեք օրինակ ուրիշ մի հատ թիվ բերեմ մեզ ավելի մոտ, օրինակ Թուրքիա 100,000-ին 793, մենք 1333 100,000 բնակչին։ Չնայած ընդհանուր թիվը բանի Թուրքիայի 641,000-ը պոտենցիալ դոնորների, բայց 100,000 բնակչի վրա իրանց թիվը ավելի քիչ է, ավելի պակաս է։ Այս շատ կարևոր հանգամանք է։ Արյան հիվանդությունները որպես կանոն բուժվում են երկու փուլով՝ քիմիոթերապիա, ապա ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում։ Այս մեթոդների համադրումը ոչ միայն երկարացնում է հիվանդի կյանքը, այլև շատ դեպքերում տանում ապաքինման։ Սակայն փոխպատվաստումը պահանջում է կարևորագույն պայման՝ հիվանդի եւ դոնորի համատեղելիությունը։ Անհրաժեշտ է գտնել մարդու, որի ցողունային բջիջները լիովին համատեղելի լինեն հիվանդի օրգանիզմի հետ, գրեթե 100%-ով, բացատրում է ոսկրածուծի դոնորների ռեեստրի բժշկական տնօրենը։ Դա հեշտ բան չի։ Համատեղելությունները բավական հազվադեպ են լինում,
բայց լինում են, այսինքն տարբեր թվեր կան, մեկը 10,000-ի կամ մեկը 25,000-ի նույնիսկ, այսինքն 25,000 մարդ պետք է հետազոտես, որ մի հատ համատեղելի գտնես այդ հիվանդին, բավական, այսպես ասենք, հեշտ հարց չի դա, բավական դժվար է, բայց այնուամենայնիվ այդ լինում է, կա. Դոնորների ռեեստրը համաշխարհային դոնորական կազմակերպության լիարժեք անդամ է, մասնակցում է փոխպատվաստման միջազգային գործընթացների, հազարավոր դիմում հարցումներ ստանում, սակայն փոխպատվաստումները համեմատաբար քիչ են, քանի որ ամեն դեպք պահանջում է վերջնական հաստատում բուժող կենտրոնի կողմից։ Կենտրոնը պետք է համաձայնություն տա, որ տվյալ փոխպատվաստման համար անհրաժեշտ է հենց Հայաստանից դոնոր։ Այդ առումով մենք ունենք համապատասխան թվեր, որոնք որ շատ չեն, քիչ էլ չեն։ Այստեղ պահվում են նորածինների պորտալարի արյան նմուշներ։ Ռեեստրի մեկ այլ ծրագրի շնորհիվ նորածնի պորտալարային արյունից անջատվում են ցողունային բջիջներ և սառեցվում։ Դա այն արյունն է, որը հավաքվում է ծննդաբերությունից անմիջապես հետո ծննդկանի համաձայնությամբ։ Նպատակն է նորածնի պորտալարից ստացված արյունը պահպանել հետագա կիրառման համար։ Այդ բունկերի մեջ, ուրեմն հեղուկ ազոտի մեջ է, մինուս 198 աստիճան, 250 նմուշ արդեն, այսինքն 250 կին ծննդկան համաձայնվել են այդ գործողությունը կատարեն եւ իրանց երեխայի պորտալարի արյունը պահպանել ստեղ։ Մենք սա ինչքան կարելի է պահպանել, ինչքան ուզեք, երկար ժամանակ։ Եթե տարիներ անց դրա կարիքն առաջանա, երեխան այլ դոնորի կարիք չի ունենա, նրա սեփական ցողունային բջիջներն արդեն պահպանված կլինեն։ Այս համակարգը կարելի է համարել կենսաբանական ապահովագրություն, ուղղված հնարավոր հիվանդությունների բուժմանը։ Առհասարակ ակնկալվում է, որ դոնոր դառնալ ցանկացողների թիվը կմեծանա։ Եվ մի փոքրիկ արյուն ենք վերցնում, 2-3 միլիլիտր։ Այդ 2-3 միլիլիտր արյունը հերիք է, որ մենք որոշենք իրենց գենետիկական պատկերը եւ նայենք թե ինչպիսին է նա եւ պահենք մեր բանկում։ Ձեր ընդամենը 3 միլիգրամ արյունը կարող է կյանք պարգևել ու շնորհակալական ժպիտ ձեր ու մեկ այլ մարդու ողջ կյանքի ընթացքում, ում դուք գուցեև չեք էլ ճանաչում, բայց ում ճակատագիրը նաև փոխել եք։ Աիդա Ավետիսյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։